Երևանի հենց սրտում շուտով միանգամից 3 գերժամանակակից խաղահրապարակ կբացվի։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի որակյալ, անվտանգ եւ ժամանակակից խաղային միջավայրով երեխաներին ապահովել։ Պետք է ասեմ, որ ընտրվել են 3 տարածքներ կենտրոն վարչական շրջանում, դրանք համայնքային այգիներ են։ Առաջի այգին դա Օղակաձև 6-րդ հատվածն է, հենց սկեյթ պարկի հարևանությամբ։ Այս պահին ունենք այդ 3 լոկացիաները, առաջինը ասեցի Օղակաձև 6-րդ սկեյթ պարկի կողքը, ունենք Խաչքարերի պուրակում հատված եւ ունենք Միսակ Մանուշյանի այգում հատված։ Յուրաքանչյուր խաղահրապարակ ունի թեմատիկ սցենար, հիմնված հայկական խորհրդանիշների վրա՝ հայկական գորգ, կենածառ, կարմրախայտ ձուկ։ Խաղահրապարակները նաև հարմարեցված են լինելու սահմանափակ շարժման կարողություն ունեցող երեխաների համար։ Դա եղել է նախագծման եւ այսպես ասած տեղ առաջադրանքի առաջնային կետերից մեկը, քանի որ մենք նշեցինք, որ Երևանում եւ ընդհանուր առմամբ կենտրոն վարչական շրջանն էլ հետը շատ մեծ խնդիր ունի խաղահրապարակների, ուր մնաց սահմանափակումներ ունեցող երեխաների համար։ Կառուցվող 3 խաղահրապարակները իրենց տեսակով եւ որակով լինելու են բացառիկ։ Լրագրողներին հենց այսպես վստահեցրեց Երևանի քաղաքապետը։ Տիգրան Ավինյանը ասաց, որ այս տարի տարբեր բակերում խաղահրապարակների եւ ֆուտբոլի դաշտերի կառուցման 100-ից ավելի նախագծեր ունի քաղաքապետարանը։ Այս տարվա տեղադրվելիք խաղասարքերը ոչ միայն այս տեսակ նախագծերի մասին է խոսքը, այլ առհասարակ յուրաքանչյուր բակում որևէ նախագիծ, երբ Երևանի քաղաքապետարանը իրականացնում է, այս տարվա խաղասարքերը շատ ավելի բարձր որակով են լինելու, շատ ավելի դիմակայուն եւ երեխաների համար նաեւ շատ ավելի հետաքրքիր։ Ծրագրի շրջանակներում խոստանում են, որ հասարակական զբոսայգիների կանաչ ֆոնդը ոչ մի դեպքում չի տուժելու։ Վստահեցնում են, որ ոչ մի ծառ չի կտրվելու կամ հեռացվի։ Ամբողջ ծրագիրը նախագծել են պահպանելով կանաչ տարածքի բնական կառուցվածքը։ Ծառերը բոլորը պահպանվելու են, ամբողջ իմաստը այս խաղասարքերի այս հատվածում տեղադրելու այն է, որ որոշակի շվակ են ստեղծում հենց ծառերը եւ նամանավանդ շոգ ամիսներին հնարավորություն են ստեղծում երեխաներին այս հատվածում խաղալու։ Նախագիծը այնպես է արած, որ այգուն հարմարեցված լինի։ Խաղահրապարակի նախագծման փուլում ակտիվ ներգրաված են նաև ծնողներն ու մի շարք մասնագետներ, հաշվի են առնվել երեխաների իրական կարիքները։ Հասմիկ Անտոնյան, Վահան Գուլոյան, Ժամոլ լրատվականի համար։